ուխտերթի ներողություն մի բան հարցնեմ դուք կողմ եք որ վեհափար հայրապետը հեռանա եւ հանգստի կոչվի ինչպես պահանջում է վարչապետը եւ 10 եպիսկոպոսները Ես կատեգորիկ դեմ եմ որ վեհափար հայրապետը հեռանա բազմաթիվ անգամներ մենք եւ ուղակի խոսքի մեջ եւ Facebook-յան գրառումներում եւ Միշտ հույս ենք հայտնել, որ չնայած այս ամբողջ տոտալ հալածանքին ճնշումներին մեծ հույսով ենք, որ մեր վեհափարը չի հեռանա, մեր վեհափարը հզոր է, մեր եկեղեցին վեհափարով է հզոր, երևի էս էլ է կանխորոշված, որ այս ժամանակներում հենց այս վեհափարը կանխորոշված է էլի, ինքը շատ պինդ մարդ է, ինքը մնալու է, մենք էլ իրա կողքին Տեսեք հատակություն Վարչապետ Փաշինյանը վաղը հրավիրում է ուխտերթի մարդկանց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, որից հետո երթով կշարժվեն դեպի Սուրբ Աննա, հավաք է կազմակերպում եւ ասում է դրանով աջակցությունը կհայտնեն իր հանրահռչակած ծրագրին 5 կետանոց։ Դուք կողմ եք դրան թե դեմ։ Մենք գիտենք ում շուննա, ես իմ համար վարչապետ չի, այդ անձել չեմ ասի, ես իրան չգիտեմ ինչ սատանայի մուտանտը, իմ համար վարչապետ էլ չի, պարզա, շուտվանից է պարզ, որ իր նպատակը նոր աղանդ, եթե սենց ինչ-որ կանոնական ձևակերպում տանք, նոր աղանդ հիմնադրելը, բայց հիմնական նպատակը մեր հազարամյա եկեղեցին կազմաքանդելը, մեր եկեղեցու այդ կուռ համաշխարհային կառույցը կազմաքանդելը ոչնչացնելը, հիմնական նպատակը թիրախը էդ է, իսկ դրան վարչապետ Ինքը իմ համար շուտվանից վարչապետ չի, 18-ին էլ սկի վարչապետ չէր, փառքաստու, որ ես այդ չալոյի հետևից չեմ գնացե, ծապ չեմ տվե, խիղճս հանգիստա մաքուրա։ Դրա նպատակը պարզ է, իրա գաղափարն էլ չի, էդ է գիտենք էլ, էդ իրա գաղափարը չի, այն համաշխարհային կենտրոններից շուտվանից գիտենք ում աշկնա էս մայրաթորի արխիվների, փաստաթղթերի, գանձերի վրա, էդ է գիտենք, չէինք ասում էինք, եթե լոկալ են ներկայացնեմ, երևույթը թող լոկալի մեջ մնա, բայց եթե եկավ հասավ այս աստիճանի, ուրեմն պետք է բարձրաձայն ասենք ում ծրագիրն է, ինքն էլ որ ծրագրերի շուն է, ու ինչա ուզում անի, այդ տնես չի, որ ասենք շատ ժամանակ չենք բարձրաձայնել, չգիտենք կամ պարզ չի Բայց չի հաջողելու, միանշանակ չի հաջողելու 18 թվին ես նորից ստեղ էի, երբ որ դաժե հաջողացրին վեհարանը գրավեցին 18 թվականին ու այդ երբ նոր Հայաստան նոր հայրապետ ու երբ որ դրանց ստեղից կարեցանք լարենք, այն ժամանակ մատերի վրա հաշված մարդիկ էինք ու Աստված օգնեց Աստծո զորությունով մաքրինք դրանց ստեղից, իրանք նորից գնացին չգիտեմ ինչ բառ ասեմ, Սուրբ Աննա այնտեղ, էլի իրանց այդ հավաքի տեղը այնտեղ էր Սուրբ Աննայի հայաթում հավաքվում էին, մինչև այսօր չեմ ասել, ոչ մի անգամ չեմ բարձրաձայնել, այսօր ասեմ, որ էջմիածինցիներով մենք տեսանք, որ այնտեղ իրանցը շատ լավ են զգում Սուրբ Աննայի հայաթում, մի թող լսեն այդ փրչոտ կոյունն էլ, այն Գևորգ Յազեչյանն էլ մնացածն էլ ձևով անձամբ ես եմ խփել Յազեչյանի ճակատին Սուրբ Աննայի հայաթում Տեսանք ընդեղ ձեն անող չկա, էջմիածինցիներով հավաքվել ենք ստեղից, գնացինք ընդեղը, դրանց ջարդը տվինք, եկանք։ Այսօր ԱԱԾ-ն ներխուժի ձեր բնակարանը կասի ԱԱԾ-ն շուտվանից գիտի, ԱԱԾ-ն մեր քնած դիրքերին էլ է ԱԱԾ-ն հետևում, մեր քնած դիրքերին էլ է հետևում, լավ էլ իմ պոզիցիան հստակ գիտի, ես վախեցողներից չեմ, միշտ բարձրաձայներ եմ։ Թող գան տանեն, եթե հարց ունեն։ Այն ժամանակ չհաջողվեց, հիմա կհաջողվի, թե չէ ընդհանրապես չի հաջողվելու, էսի Փաշինյանի ֆիասկոն ալնելու, հաստատ չի հաջողվելու։ Եթե ինքը համոզված ալներ, որ կհաջողի շուտվանից եկած կլներ, էսի երևի արդեն վզին դրած է, 1000 անգամ կներեք այդ, չգիտեմ, այդ ոնց ասեմ, առօրյա լեքսիկոնով ասեմ, երևի ու խոդվելու տեղ չունի արդեն, տենց ասեմ, առօրյա լեքսիկոնով էլի, ստիպված պետք է գա, բայց հաստատ տապալվելու է ու էսի իրա վերջնա ալնելու։
Իսկ ձեր կարծիքով այդ 10 եպիսկոպոսները ինչու թիկունքով շրջվեցին վեհափառ Հայրապետին, որովհետև նրանցից ոմանք ես հիշում եմ, թե ինչքանով սենց հիանում էին, ասում էին, որ հերյուրանքներ է տարածում Փաշինյանը։ Հիմա ինչ եղավ ձեր կարծիքով, ինչը կարող է նրանց ստիպել, որ հավաքվեն այսպես վարչապետի կեցավայրում ու ստորագրեն մի հայտարարության տակ, ըստ որի հանգստի պետք է կոչվի վեհափառը։ Գիտեք ինչ, այդ հատուկ ծառայությունները միշտ էլ աշխատել են, հասարակության մեջ էլ են աշխատել, պարզավոր հոգևոր դասի մեջ էլ են աշխատել, հենց 18 թվականին, օրինակ են, ես արդեն զզվում եմ դրանց անունները տամ, են Միրզախանյան Դոդոշը, հա, այդ Դոդոշն էլ, են ինչա, Արտակա, ինչա, այդ էլ գիտեինք, որ դրանց հետ են, պարզ գիտեինք, ուղղակի չէինք բարձրաձայնում։ Ես մի անգամ ասել եմ, նորից ասեմ, Գևորգ Սրբազանի վրա եմ շատ զարմացած, շատ, հա, ու ես հիշում եմ, ստեղ ինքը քացիներով, բոքսերով, ինչ կռիվ էր անում իր եկեղեցու համար, շատ սիրտը ցավում է իր համար։ Ինչ եղավ, որ վերափոխ։ Այսօր էլ շատ ուրախ կլնեի, որ ինքը ավելի լավ է թող կայնի բացա, մարդ ենք էլի, սա ասեմ, մեղավոր ենք ու մեղսավոր ենք, ավելի լավ է, թող չասի ինչով են ստիպել, թող ասի լավ ժամանակին մեղք եմ գործել, այդ պատճառով, այդ պոզիցիան բռնեցի, գնացի դրանց հետևի, բայց զղջում եմ, վեհափառը առեսօր, եթե դրանց կարգալույս չի անում, ինչի միանձնյա ինչի իրավունքը ունի ու ինքը այսքան էթումա զոհողությունների, դաժե ինքնազոհության է ինքը էթում, իրա հեղինակության հաշվին, ինքը իրա շատ բաների հաշվին, նույնիսկ ինքնազոհության է էթում, որ իրա ձեռնադրած այդ հոգևոր եղբայրներին փրկի, շանս է թողում դրանցը, ու քանի կարգալույս չեն, այդ շանսը իրանց ձեռին է, օրինակ ես շատ ուրախ կլնեի, Այսինքն երեք երբ որ ստորագրությունները դրեցին, դրանով չփակեցին հետդարձի վերջ, փակեցին հետդարձի ճանապարհը, այդ իրանց վերջն էր, իրանք իրանց ձեռով իրանց դատաստանը ստորագրին, ու շատ ողբալի էր ու շատ սենց չգիտեմ, ողբալի էր, որ առանց խաչերի էին իրանք արդեն հստակ, ես իմ էջին բան եմ դրել, այդ կոմենտարիա եմ դրել, որ սատանեն խաչից փախնում է ու շատ հատկանշական էր, որ իրանք արդեն առանց խաչերի էին, որտեվ սատանայի հետ պայմանագիր էին ստորագրում, իրանք պետք է հենց այդտեղից գետինը մտնեին, որ մի հատ աթոռ է դրած ու ները աթոռին է ու իրանց ոտի վրա կայնացրած ինչ որ թուղթ է ստորագրել տալի, այդ իրանց համար մեռնելու բաներ, դե ինչ ասեմ, իրանք հազարատ շանսից հազարն էլ շրջանցին, էլ դրանից են կողմ, ես մտածում եմ, որ վեհափառը անպայման, մտածում եմ, կարամ ասեմ պահանջում եմ, մի քիչ ես տենց կատեգորիկ չեմ էլի այս հոգևոր հարցերում, որտեղ այստեղ մի քիչ ուրիշ է էլի, ոչ քրեական օրենսգիրք է, ոչ էլ ամեն դեպքում հոգևոր դաշտ է, բայց հիմի երևի միանշանակ պահանջեմ, որ դրանց կարգալույց անեն, նզովեն, դրանց սերունդներին արգելեն եկեղեցի մտնել, դրանց սերունդներին արգելել հոգևոր այս ամբողջ արարողություններից օգտվել, դրանցը պետք է իզգոյացնել, իզգոյ դարձնել ու որ նաև օրինակ մնա, մնացած այն չգիտեմ, հավատուրացներին, եկեղեցուրացներին, այդ կատեգորիայի մարդկանցը դասը լինի, որ իրանց այս կեղտոտ արարքների, իրանց այս ուրացման պատճառով իրանց սերունդներն էլ են նզոված մնալու։ Դաս ու խրատ։ Մի հարց էլ հաշվի առնելով, որ այսօր շատ կարևոր տաղավար տոներից է մեր հայ առաքելական եկեղեցու համար, ձեր կարծիքով պատահական է Փաշինյանը հենց Զատկից առաջ այս տոնի օրը, հենց Զատկի օրը նշանակում իր ասած այդ ուխտը։ Չէ, հստակ պատահական չի, այդ մենք գիտենք այդ արևմուտքի այդ գործողությունները մենք գիտենք, որ իրանք ամեն ինչ անում են սիմվոլիկայով, ցուցադրում են, նախորոք են ցուցադրում ամեն ինչ ու ամեն ինչ անում են սիմվոլիկաներով։
18 թվին այդ ստեղ որ իրանք եկան մտան դեպքերը այն ով մանրամասը գիտի դեպքերի ժամանակագրությունը ընթացքը տիրապետը այդ թվերին իրանք 3 հատ 6-երի համադրումով եկան այն շինարարության կողմից ներխուժին մտան այստեղ դրանից հետո այդ տոնակատարությունների ժամանակ էլ ենք մենք տենեմ Փաշինյանի կնգային սատանայական ժեստիկուլյացիան իր արածներն էլ ենք տենեմ Էսի ինտերնետի դարա 21-րդ դարնա մարդիկ հիմար չեն միամիտ չեն մարդիկ սաղ է տեղյակ են որ իր սիմվոլի իր այդ ոնց ասեմ անգլերեն դեմի body language հայերեն չգիտեմ դրան ոնց ասեմ ամբողջովին սատանայական սիմվոլիկա է այնպես որ այսօր էլ պատահական չի էսի կոնկրետ այսօրվա մասին ասենք Շատ մարդ կգնա այդ ուխտերթին իրա վաղվա դե մենք արդեն տեսել ենք իրա այդ նույն բոշաների թափառախումբը գիտենք ովքեր են այդ վարչական ռեսուրսով այդ տոտալ ճնշումներով բանով ստեղ է տեսանք էլի մի 300 հոգի էին հավաքված օրինակ ես կոնկրետ մի հոկտեմբերյանի գյուղերից շրջիկ թափառախումբը հա Բուդուլայի ընտանիքը այս 18-ի դեպքերից հետո ես հոկտեմբերյանի գյուղերից դպրոցներից մանկապարտեզներից տեղեկություն ունեմ որ մարդկանցը ստիպելով խաբել են որ եկեղեցում արարողությունա բերե հասցրել են այստեղ մարդիկ իրականում տեսել են այստեղ ինչա կատարվում էլ իրանց բերած ավտոներին է չեն սպասել դուրս են եկել ու փախել են այստեղից Այնպես որ ես չգիտեմ, եթե մոբիլիզացիա անեն ինչքան մարդ կարան բերեն, բայց ամեն դեպքում շատ քիչ են ելնելու, թվականակով ուզում շատ էլ բերի, էլի քիչ են ելնելու, որտեվ իրա բերած այդ շատ քանակը որակ չի կազմելու, եթե մենք հավատացյալ ենք, եթե մենք հավատացյալ ենք իրոք հավատքով ենք մտնում ստեղ, Սուրբ Գիրքը մեզ պարզ ասում է, ով կարա կանգնի մեր դեմ, եթե մեր հետ է Աստված։ Իսկ ուրիշ մի տեղ էլ կա, որ երևի իմաստը հստակ եմ ասում, բառերը կարող է մի քիչ նախադասություն բառերը տեղափոխեմ, որ ասում է իմ մենակը իրանց հազարների հետ կռիվ է տալու։ Այնպես որ պատրաստ ենք Աստծո զորությունը մեր հետ է։ Հիսուս էլ մեզ խոստացավ Հիսուսի այդ պատգամը իր այդ պսակը, փշեպսակը հայազգան թունեց, որ մեր հետ է մինչև աշխարհի վերջ։ Ու երբ որ դուք հարցնում եք նպատակը ինչա որ հենց այսօր, իսկ մեծ նպատակը որ ամբողջ աշխարհի դուրն էլ չի գալի, որ մենք ենք այն ժառանգորդը, որտեղ Տերը նախանշեց իր որդու երկրորդ գալուստը, աշխարհի փրկությունը, աշխարհի ժառանգությունը։ Հստակ է Մեզ այդ չեն ներեմ, բայց մենք էլ չենք խոտորվել մեր ճամփից Հիսուսի այդ փշից պսակը 2000 տարի խաչվելով բերել ենք, էլի տանելու ենք մինչև հաղթանակ, մինչև նոր աշխարհի սկիզբ հայերով, իսկական հայերով։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհավոր Անժելա Սարգսյան։ Շնորհակալ եմ Տիկին Սարգսյան։ Հիսուսի ծնունդն է շնորհավոր մեր իրական հայերին։